Փառքներ դեհին։ Ինչպես Դավաճանն է ասում, մեր 44-օրյա պատերազմը սցենարով պատերազմ էր, ինչը որ մինչև իր հայտարարելը դա հենց նույն պայմանավորված պատերազմ արտահայտությունն է, մենք միշտ ենք ասել, պատերազմի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գրելու պահին արդեն հասկացանք, որ այդտեղ ովքեր են այդ պայմանավորված պատերազմի ռեժիսորները, սցենարի հեղինակները, եւ իրականում ոչ միայն այդ պատերազմի սցենարով, այլ նաեւ պատերազմից հետո է սցենար գրվել, թե ինչպես պետք է գործընթացները զարգանան։ Բայց այդ սցենարի մեջ գրված չէր, որ Ռուսաստանը պետք է պարտվի, կամ այսքան երկար պատերազմի մեջ պետք է մխրճվի, խեղճանա, թուլանա, որը հավասար է պարտության, չնայած վերջնական պարտություն կգրանցվի, բայց այս վիճակով սա նորից պարտություն է Ռուսաստանի համար, որովհետև ինքը շատ ծանր տնտեսական վիճակում է, սարսափելի ծանր, գերպետության համար նման վիճակ ավելի ցավալի է, քան փոքր պետության համար։ Եվ սցենարով, երբ որ այդ սցենարը կազմել էին մեր գլխին, նախատեսված չէր, որ Ռուսաստանը պետք է գնի այս վիճակը, որ ասենք թուրքերի հետ պայմանավորված, ասենք 4 բաժին թուրքերին հանձնելու փոխարեն թուրքերը, ասենք, ամբողջը կխլեն ձեռքից, հա, ասենք 8 բաժինն էլ կտանեն, պատկերացրենք ամբողջը 8 բաժին է։ Եվ հիմա ստիպված սցենարները փոխվում են։ Իրավիճակից ելնելով սցենարներ են գրվում, նոր սցենարներ են գրվում, բայց քանի որ Ռուսաստանում վիճակը շատ խառն է, երբեմն երբ որ նայում ենք այս Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հասկանում ենք, որ բաներ կա, որ սցենարից դուրս է։ Քանի որ Պուտինը ոչ միշտ է կարողանում ուշադրություն դարձնել իրավիճակին, դե եթե սցենարով պատերազմ է տեղի ունեցել, բնականաբար է այդ պատերազմի սցենարով թե նախկինները, թե ներկաները, որովհետև գեներալիտետը ամբողջությամբ նախկիններին էին, Ռոբերտն էլ, Սերժիկն էլ, Լևոնն էլ, որից մեկը այդ սցենարին չէր կարող դեմ գնալ, որը գրել էր Պուտինը, ասենք։ Դե հա, Էրդողանը պայմանավորված էին գրել, բայց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ վստահ, Պուտինը ինքը գիտեր, նախորդ դա արդեն գրված էր, որ առանց կարդալու ստորագրեց, հետո պատերազմից հետո ինչ հատվածներ նորից պետք է տա ինքը ըստ առևտրի թուրքերին։ Պարզ երևում է այդ սցենարը ասածը։ Ուրեմն, բայց քան որ ինքը թուլացավ, այն ինչ որ նախատեսել է, դրանից ավել են թուրքերը տանում, եւ ինքը չի կարողանում կասեցնել։ Եվ քան որ իր վիճակը այս վերջերս դե Թրամփի գալուց շատ էին ոգևորվել, բանից պարզվում է Թրամփն արդեն չի արգելում Ուկրաինային խորքերը հարվածել, երեք էլ իմացանք, որ նորից ԱԹՍ-ները մոտ 2000 կիլոմետր խորացել էին ուկրաինական։ Հիմա այս մարդիկ իրենց դարդն են լացում, երբեմն Հայաստանի վրա չեն կարողանում այդ նույն ուշադրությունը դարձնել։ Եվ ստիպված, ասենք, Քոչարյանները իրենք ինքնուս փորձում են դիմադրություն ձևակերպ ցույց տալ, որ ցույցում չեն ստանում, պետք է խաղան, թե չէ մի բան խաղան։ Իրենք շատ լավ գիտեն, որ միևնույն է Նիկոլի կորուստը, եթե հանկարծ Նիկոլի հետ ինչ-որ մի բան տեղի ունենա, իրենք Նիկոլի հետ կորելու են։ Հստակ գիտեն, անպայման կորելու են, որովհետև հասկանում եք այն բառամթերքը, որ Նիկոլի օրոք մտցվել է Հայաստան, սարսափելի բառամթերք է, չէ՞։ Ասենք, ասում է թուրքը գա, մենակ Քոչարյանը բան չլինի, նախագահ չլինի։ Այսպեսի կամ Արցախը տանք, մենակ Քոչարյանը չգա։ Այս բառամթերքը, չէ՞, թեկուզ էլի ուրիշ բառամթերքներ կան, ասում են ում երեխի հաշվին եք ուզում բան անեք, երգիր պահեք, չէ՞, ասես սա որ բացում ենք, այս ում երեխի հաշվին եք ուզում երգիրը պահեք արտահայտությունը, մենք գիտենք, որ աշխարհի բոլոր պետությունների բանակը այդ պետության երեխեքն են գնում ծառայելու, այդ երեխեքի հաշվին է, դա նորություն չէ։ Մենք էլ հազարամյակներ մեր երեխեքի հաշվին ենք մեր պետությունը պահել։ Դա նորություն չէ, բայց եկավ Նիկոլ ուզեց ինչ-որ բան փոխի, այսինքն ժողովրդին կդրեց պետությունից։ Ինքը պետությունը ժողովրդից խլեց, օտարեց, այս մի արտահայտությամբ։ Եվ թուրքը գան, Ռոբերտը չգա արտահայտությամբ էլ, թուրքին որպես առաջի
թշնամի, որպես ցեղասպանի Թուրքին տարավ դրեց երկրորդ համար։ Քոչարյանի, այսինքն Թուրքի դիրքը, այն որ մենք ամեն կերպ չպետք է հաշտվենք Թուրքի հետ, իջեցրեց ներքև Թուրքին։ Բացասական հորիզոնակալից ամենաբարձրից, այսինքն դրական դաշտ տարավ որոշակի Քոչարյանին առաջ մղելով։ Ու ասենք Քոչարյանը սրան դեմել չի, չի էլ կարող դեմ լինի, որովհետև այդ սցենարի մեջ դա հատկապես գրված է եղել։ Հասկանում եք։ Ասենք եթե մանրամասն Քոչարյանը, ասենք հազարավոր, միլիոնավոր հայերի չի կոտորել, չէ՞, հղի կանանց ողջ փորը չի բացել, երեխեքի սերը ճշտի, ողջ մարդկանց, ասենք գերդաստաններ չի թաղել, չէ՞, դերձորի անապատ, ասենք հազարավոր, 100,000-ավոր մարդիկ չի քշել, սպանել Քոչարյանը։ Այն ինչ որ թուրքերն են արել։ Բայց այսօր ասում է թուրքը գա, այդ դերձոր տարած թուրքը գա, հայ մորթած թուրքը գա, Քոչարյանը չգա։ Իրականում համեմատության մեջ Քոչարյանը այդ թուրքի ոչորի դեմ 0 է, բայց ժողովրդի մեջ մտցրեցին։ Հասկանում եք, այս խոսույթները նորից սցենարային են եղել, որ ժողովրդին կարողանան հեղաշրջել, այսինքն արժեքները ձեռքից խլել, հայրենիքը ձեռքից խլել։ Ասում եք, կյանքը մի անգամ է տրվում, երեխիդ պինդ բռնի ապրի, բայց ոնց պաշտպանվես, երբ որ դու պետք է քո երեխին գրգես ու ապրես։ Չկա այդ բան։ Ասում է Ադրբեջանի հետ վերջ բան են կարել, բարեկամացել ենք։ Նայում ես Ալիևին էքսկավատորի ղեկին նստած Զանգեզուրի միջանցք է բացում։ Ապուշ ինքը ոգևորված այդ մանկական, բայց ինքը իր հերթատեսությամբ ցույց է տալի ոնց է քանդում, թունել բացում, ճանապարհ բացում, Զանգեզուրի միջանցք։ Հասկանում եք, երբ են գրում Արարատի մասին, մեզ ասում են Արարատի մասին չպետք է խոսեք։ Հասկանում եք, ապակառուցողական խաղաղության հետ կապված։ Այսինքն, այն ինչ մեզանից կտրում է, Ալիևը յուրացնում է այնտեղ։ Սա այդ ամբողջ այդ սցենարի մաս է։ Բայց Ռուսաստանի պարտվելու փաստը այդ սցենարը խախտել է։ Հիմա ես տեսնում եմ երբեմն բաներ, որ ասենք, հիմա Սամվել Կարապետյանին բերեցին, որ հերոսացնեն, բայց եթե Ռոբերտ Քոչյանը սկսում է Սամվել Կարապետյանից խոսել, շնորհակալ պայմանավորված փչացնում են այդ մարդուն։ Չնայած բոլորս գիտենք, որ ինքն էլ է Պուտինի խամաճիկը։ Դու չես կարող Ռուսաստանում միլիարդատեր լինես առանց Պուտինի թույլտվության։ Կապ չունի ազգությունը այս անգամ։ Հայ ես, վրացի ես, ռուս ես։ Դու չես կարող այդ իրատեսադաշտից դուրս միլիարդատեր դառնաս։ Ինքը պետք է վերահսկի ամեն փողատերի։ Այնպես չի, որ ինքը երկնքից էր իջել, Քոչարյանն էլ բան էր, ուղղակի հանցակից էր Պուտինին, էլի մենակ։ Չէ։ Ուղղակի Կարապետյանը ինչ որ արել է Ռուսաստանում է արել։ Հայաստանի հետ կապ չի ունեցել իր, չգիտեմ, Պուտինի հետ համագործակցելը դա արդեն որոշակի հանցագործության տարեր են պարունակում։ Միջազգային հանցագործի հետ համագործակցել, դու ավտոմատ դու ինչ որ մի հատ մեղք ունենում ես քո վրա։ Մեծ որ Սամվել Կարապետյանը իհարկե ոչ հայի հանդեպ, չգիտեմ, միգուցե արել է, չգիտեմ, բայց իր գործունեությունն ու գործողությունը հիմնականում Ռուսաստան է եղել։ Իրենք փչացնում են նաև այս մարդուն, չնայած ինքը արդեն փչացած եկել էր։ Եվ դաշտում նորից Նիկոլին առաջնահերթություն են տալիս։ Եվ հարց է առաջանում, Ռոբերտի ինչին է պետք Նիկոլին առաջ մղել։ Որովհետև թուրքերը Նիկոլով են Հայաստանը վերցնում եւ այդ Նիկոլը վաղը պետք է, եթե թուրքերին հաջողվի ռուսներից վերջնականապես Հայաստանը վերցնեն, այդ Նիկոլը պետք է սրանց միջոցով է, չէ՞ մնացել միջև հիմա իշխանության, ասում է թուրքը գա, մենակ Քոչյանը չգա, չնայած հիմա այդ ընտրազանգվածը մաշվել է, այդ անձնագրերի փաստը արդեն հիմք են, էլի, որ այս մարդիկ ժողովրդի վրա հույս չեն դնում։ Այդ Վրաստանի սահմանին, որի մասին չեն էլ խոսում, սցենար են մշակում, թե դա ում վրա բարթեն, ոնց ժողովրդին պետք է դեն, էլի, ասենց խապեն, հասկանում եք։ Հիմա այդ սցենարները Ռուսաստանի այս թուլանալու հետ կապված խառնվել է իրար։ Որ ասում է շունը դիրոց չի ճանաչում։ Եվ բացի Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, իրավիճակը խառնվել է նաև մեր շուրջ։ Իսրայելը, որ դենց ամենազոր Իսրայելն էր, որ աշխարհն ինքն էր կառավարում շատ մարդկանց պատկերացման, չէ՞։ Հրեանը հասկանում եք, Ամերիկան կոնկրետ արգելեց Գազան ոչնչացնել, կցել իրեն։ Կոնկրետ արգելեց։ Այդ ամենազոր Իսրայելին արգելեց։ Այդ ամենազոր Իսրայելի ծրագրերով 50,000 աֆղանստանցի տերորիստ, հա, բանով Պակիստանով գալիս են Ադրբեջան։ Եվ դրանց աշխատավարձը Իսրայելն է տալու այդ 50,000-ի։ Ուրեմն այդ 50,000-ի կառավարումն էլ է Իսրայելի վրա։ Այսինքն նրանք չեն գալու ադրբեջանական զորքերի հրամանատարության ներքո գործելու։ Վճարում է
Իսրայելը։ Հիմա թե ինչ նպատակով էին գալի, հասկանում ենք։ Բայց որ դրանք պետք է նաև մեր դեմ կռվին մասնակցեին, ասենք Ալիևը կխնդրեր, եթե հանկարծ Հայաստանը վարկյանական օկուպացնելու խնդիր ունենար, այդ դրանց առայժմից պետք է օգտվեր։ Բայց քանի որ Իսրայելը այս պահին չի կարողանում Գազայի հարցերը լուծի, ինքը Պարսկաստանի հետ կապված խնդիրներ է ունենալու։ Այդ 50,000-ը բերելու են Ադրբեջան ու թթու դնեն։ 50,000 զինված տերորիստ Ադրբեջանում։ Սա Ռումբե Ալիևի ծոցի մեջ, եթե երկար ժամանակ դրանք այդտեղ մնան, առանց նպատակային ինչ պետք է անի, եթե բերել է ու պահում են այնտեղ, ոչ Պարսկաստանի վրա են հարձակվում, ոչ Հայաստանի, դեռևս ոչ Հայաստանի, որովհետև Նիկոլին անցկացնելու խնդիր ունեն իրենք։ Այսինքն սցենարները նաև արտաքին մեր շուրջ, նաև այդ սցենարներն են փոխվում։ Եվ ամենավատը նա է, որ մենք դեռ մնացել ենք Նիկոլի հույսին եւ մեր ինքնությունը խոցելով հետ ենք գնում։ Հիմա այս իրավիճակում կարող է մի հատ ավելի լավ իրավիճակ Հայաստանի համար առաջանա, բայց իշխանությունը ազգային չլինի եւ ինքը ձեռը չգցի այդ օգուտից օգտվի։ Չէ, ասենք որ Թրամփն ասում էր 23 քրիստոնյա գերի կա, հետ բերենք, ասենք Նիկոլը լրեց ու սենց ասում, բան անենք քեզ Նոբելյան մրցանակի համար բան անենք էլի, նա գերիներից է խոսում։ Իօգուտ Հայաստան։ Սա նրան ուզում է շոկել, որ փոխում է, ինքը այդ գերիներն էլ է տվել Ալիևին։ Այսինքն նրա համար դրանք գերի չեն, դրանք ռազմական հանցագործ են։ Հասկանում եք։ Ինքն արդեն մեր հերոսներին ռազմական հանցագործ է ճանաչել։ Արցախը Ադրբեջան ճանաչելով, մեզ բոլորից դարձել է հանցագործ։ Իրոք աշխարհում շատ բան է փոխվում եւ իսկապես մեզ համար կարող է շատ լավ պայմաններ առաջ գան, բայց մենք Նիկոլի հետ չենք կարող այդ օգուտից վերցնել, որովհետեւ ինքը միշտ հրաժարվում է իօգուտ թուրքերի։ Մտածելու տեղիք է տալիս։ Մի գնացեք ոչ Ռոբերտի հետ դվիչ, ոչ Սերժիկի, ոչ Լևոնի, ոչ էլ Նիկոլի։ Մի գնացեք, սրանց սցենարիստը Պուտինն է, Էրդողանն է։ Սրանց խաղը բացահայտված է արդեն։ Եթե Ռոբերտը թուրքից բետար է, ինքը իրավունք չուներ ազատության մեջ լինել։ Հավատացեք։ Եթե ինքը ազատության մեջ է, ուրեմն ինքը ամրացնում է Նիկոլի թիկունքը։ Իսկ Նիկոլը պարտավորված ձևով, եթե ռուսները այստեղից վերջնականապես գնացին ու թուրքերին հաջողվեց մտնեն այստեղ, ինքը պետք է իր փրկիչին դեր կանգնի։ Այսօր դրա համար են Սամվել Կարապետյանին հեղինակազրկում, նրա կողքը կանգնելով, նրա անունը տալով Կոչայանները, որ իբր Նիկոլի դիրքերն ամրացնեն, բայց էլ Նիկոլը թիկունք չունի ժողովրդային, չունի էլ չկա։ Ուստի իսկապես պետք է բերենք այդ քարյակին, ասենց անտեսենք, համախմբու տեղի կունենա։ Չլինի այդ քարյակը, մենք այդ սցենարով պետք է շարժվենք, առանց քարյակ համախմբում, որտեղ կկորցնենք, իսկապես կկորցնենք։ Մնաք խաղաղությամբ։